Գիտեք, որ ձեր ամանորյա երազանքների 80%-ը դատապարտված է ձախողման հենց այն պահին, երբ դուք դրանք պահում եք։ Ինչու է տիեզերքը հաճախ խլացնում մեր ամենանվիրական ցանկությունները եւ ինչպես չընկնել էներգետիկ պարտքի թակարդը։ Երբ դուք աղմուկի մեջ չափազանց հուզված ինչ-որ բան եք խնդրում, դուք ստեղծում եք ավելորդ պոտենցիալ։ Տիեզերքը ձգտում է հավասարակշռության։ Եթե դու շատ ես ուզում, դու տիեզերքին հայտնում ես, որ դա չունես, իսկ աշխարհը պարզապես հաստատում է քո չունենալը։ Որքան մեծ է ցանկության կարևորությունը, այնքան ավելի ուժեղ են քեզ հարվածում հավասարակշռող ուժերը։ Մեր ուղեղն աշխատում է դոֆամինով։ Եթե դու շատ ես խոսում քո նպատակների մասին, քո ուղեղը կարծում է, թե դու արդեն հասել ես դրանց եւ դադարեցնում է էներգիա տալը։ Դեռևս 10-րդ դարում Գրիգոր Նարեկացին սովորեցնում էր խոսել սրտի խորքերից, առանց դիմակների։ Իսկ ավետարանն ասում է. հավատացեք, թե ստացաք եւ կլինի ձեզ համար։ Սա նշանակում է ոչ թե խնդրել, այլ ընտրել։ Պատկերացրու քո նպատակը ոչ թե որպես հրաշք, այլ սովորական իրականություն։ Իջեցրու կարևորությունը։ Եղիր շնորհակալ այնպես, կարծես արդեն ունես այդ ամենը։ Գաղտնիքը նրանում է, որ գոհունակությունը բացում է բոլոր այն դռները, որոնք փակում է ուզելը։ Սիրելի հետևորդներ, թող այս նոր տարին լինի ոչ թե պարտքերի, այլ առատության տարի։ Արգամ բլոգի հարթակից շնորհավորում եմ բոլորիդ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ, որ ձեր ընտրությունները միշտ լինեն գիտակցված, իսկ հոգին լի գոհությամբ։ Իսկ դուք նկատել եք, երբ դադարում եք ինչ-որ բան չափազանց կարևորել, այն ինքնաբերաբար գալիս է ձեր կյանք։ Կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում, ինչպես նաև լայքեք տեսանյութը նպաստելով դրա տարածմանը եւ բաժանորդագրվեք Արգամ բլոգի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։ Կհանդիպենք։